Հարգելիներիս գիտեք, որ ես չեմ սիրում խոսել ձեր վրա թուղթ ու գիր կա թե չկա, որովհետև դա պետք է նայվի անհատական պարտադիր, իսկ այսպես էջերում, ձեր վրա թուղթ ու գիր կա թե չկա, դրանք ընդհանրապես չաշխատող կանխատեսումներ են։ Ինչևից է, անցնենք առաջ, այսօր ուզում եմ անել կանխատեսում, ոչ թե թուղթ ու գրերի վերաբերյալ, այլ ձեր թշնամիների վերաբերյալ։ Եվ դե կներեք, ինչպիսի այսպես մարդ, որ չունենա իրեն չարախոսող, նախանձող, մի խոսքով, որքան բարձր է ձեր արժեքը, այդքան շատ են ձեր նախանձողները, այդքան շատ են ձեր վատը կամեցողները և ձեզանից վախեցողները։ Այսօր ուզում եմ դնել 3 տարբերակ, այսպես, 3 տարբերակ, բայ, էլի կարտերը շտապում են։ Տեսնենք ձեր թշնամիների գլխի տառականները 3 տարբերակով 1, 2, 3, չորրորդը կդնեմ ինձ համար, ձեր աչքի առաջ, իմ թշնամիները, բայց ես իրանց շատ եմ սիրում, իրանք ինձ մոտիվացնում են, որ ես տեղում չմնամ, որ շատ աշխատեմ, որ ավելի ուժեղանամ, որ ավելի լավը լինեմ, ավելի ճանաչված ու սիրված դառնամ։ Դե իհարկե, նաև իրենց վախերը, առաջին տարբերակ թշնամիների վախը, երկրորդ տարբերակ վախը թշնամիների, երրորդ տարբերակ վախեցող թշնամին և չորրորդ տարբերակ իմ թշնամիների վախը։ Ժողովուրդ ջան, ամեն ինչ այսպես արդար է, արդար։ Եվ այսպես, առաջին տարբերակ ձեր թշնամիների գլխի տառականները։ Նու այ ասում է, էդ անիրավը այսպես ամեն անգամ պատաշարում իմ առաջ, ոնց որ լինիմ կյանքի տորմուզը, ոտ։ Եվ ինչից է վախենում, խնդրեմ, ինչից է վախենում, էլ փախնելու տեղ չունի, դուք նկատում եք և իրա թերությունները, և իրա կեղտոտությունները, և իրա նախանձը, չի կարողանում այդ մարդը ազատ ապրել, դրա համար տեղ է ման գալի, որ իրան թաքցնի, որ իրա դեմքը դուք չտեսնեք, ոտ, որ ինքն էլ ձեր հաջողությունները չտեսնի։ Երկրորդ տարբերակ, ձեր թշնամին անընդհատ փորձում է ձեր մասին խոսել, ձեզ բամբասել, ձեզ վարքաբեկել, և որն է իրա վախերը, որ վերջում, ինքը ոչ մի այսպես բռնվելու տեղ չի ունենալու, այսինքն իրա փոսած փորի մեջ ինքն է հայտնվելու։ Լավն է, չէ, երրորդ տարբերակ, ձեր թշնամին ասում է, որ դուք իրեն չեք վստահում, մտածում է, անհանգստանում է, կարող է դուք պարզել եք իրա մասին ինչ-որ բան ու այլևս չեք վստահում։ Ինչ վերաբերվում է իրա վախերին, ապա վախենում է ինքը, որ դուք կարող եք կարդալ իր մտքերը կամ իր հետագա քայլերը։ Եվ հերթահասավ իմ թշնամիներին, չնայած իրանք այսպես մի ֆուռ բանակ են կազմում, բայց եկեք այնուամենայնիվ տեսնենք իմ թշնամիներին։ Ահա, ու տեսեք ինչ է տեղի ունենում իրանց մոտ։ Կամաց այսպես փորձում են ստուգել իմ յուրաքանչյուր քայլը։ Իրանք հասկանում են, որ ես շատ լավն եմ, որ ես շատ ուժեղ եմ, բայց անընդհատ այսպես ման են գալիս մի հատ թերություն, ստոգողական այսպես աշխատանք են կատարում իմ գործերի հետ կապված։ Ինչից են վախենում իրանք, որ ես կարող եմ իրենց դիմակները հերթով պատռեմ, հերթով, ուղղակի իրենք բախվեն իրենց դաժան դեմքի հետ, դաժան իրականության հետ, իրանք վախենում են, որ հասարակության առաջ իրենց կոչնչացնեմ։